Նամբեոյի հրապարակած 2025 թվականի կյանքի որակի ինդեքսը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային մամուլում։ Այս վարկանիշը հիմնված է օգտատերերի մուտքագրած տվյալների վրա և ցույց է տալիս առօրյա կյանքի տարբեր կողմերը։ Փողոցային անվտանգություն, առողջապահության հասանելիություն, տրանսպորտային ծանրաբեռնվածություն և կլիմայի հարմարավետություն։ Ամենաառաջին տեղն Ամերիկան է, որ որակով երկիր է, հետո Գերմանիան, եվրոպական երկրներից և Դանիան։ Ամենաբարձրը եվրոպական երկրներում։ Դե Եվրոպան։ Ամենալավ երկրները եվրոպական երկրներն են, ամերիկյան երկրներն են, որոշ մասը իհարկե։ Մեր հարցախույզի մասնակիցների մեծ մասը կարծում է, թե կյանքի որակով համաշխարհային առաջատարը ԱՄՆ-ն է, այնինչ ամենաբարձր ցուցանիշներն ունեն սկանդինավյան և արևմտաեվրոպական երկրները։ Առաջին հնգյակում են Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Իսլանդիան։ Այս երկրները միավորում են մի քանի առանցքային գործոններ՝ բարձր եկամուտներ, զարգացած սոցիալական ծառայություններ, արդյունավետ առողջապահական համակարգ, մաքուր միջավայր և հանցավորության ցածր մակարդակ։ Վերջին հնգյակում երկրներ են, որոնք բախվում են լրջագույն սոցիալական և տնտեսական մարտահրավերների։ Վերջին տեղում է Նիգերը, որտեղ բնակչության մեծ մասին անհասանելի են խմելու ջուրը, սանիտարական ծառայությունները, առողջապահությունը, մոտավորապես նույն պատկերն է Չադում, Հարավային Սուդանում, նաև Սոմալիում։ Աղքատությանը զուգահեռ այս երկրները դիմագրավում են նաև անվտանգային և կլիմայական ճգնաժամերի։ Հարավային Կովկասը 2025-ի արդյունքներով հայտնվել է միջին դիրքերում։ Հայաստանը մոտավորապես 140 միավորով զբաղեցնում է 60-րդ տեղը։ Մեր երկրի առավելություններից առանձնանում են փողոցային համեմատաբար բարձր անվտանգությունը և կլիմայական հարմարավետությունը, սակայն խնդիրներ կան տնտեսական հնարավորությունների և բնակարանների մատչելիության ոլորտում։ Վրաստանը գրեթե նույն մակարդակի վրա 145 միավորով 57-րդ տեղում է։ Ունի զբոսաշրջային գրավչության և կենսունակ ծառայությունների ոլորտ, բայց ունի աղտոտվածության բարձր մակարդակ։ Թուրքիան միավորների քանակով ավելի բարձր է և ըստ զեկույցի 50-րդն է։ Թուրքիան առաջարկում է կենսաապահովման ցածր ծախսեր, սակայն երկրի անվտանգային իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանը ցուցակում բացակայում է, քանի որ տվյալներ չի տրամադրում, բայց համեմատական վերլուծությունները և ՄԱԿ-ի մարդու զարգացման ինդեքսը ցույց են տալիս, որ նրա դիրքերը մոտավորապես համընկնում են ցածր մակարդակին և գտնվում ամենացածր կյանքի որակով երկրների 20-յակում։ Ամենացածր կարա Թուրքիան լինի, Ադրբեջան, որ ուզում եմ շատ ցածր լինեն, համարում եմ, որ ամենացածրն են իրանք։ Հայաստանի կյանքի որակի հետ չեմ կարող ասեմ, որ որևէ բան է կախված, ինչ որ որակը գնալով լավանում է, ես չեմ կարծում։ Ընդհանրապես չի լինում ամեն ինչը շատ լավ, բայց ասեք նորմալ է, խաղաղություն ենք կնքել, երաշխիքներ կան, որ պատերազմ չի լինելու, դա ամենակարևոր բանն է։ Ոչ մեկ չգիտի Հայաստանի վերջն ինչ է լինում։ Դե բնական է, որ լավ թոշակ է ստանում, թոշակառուները ապահովված են, ոչ թե 36,000-ը, որ 3 օրում պրծնում է։ 2024-ի և 2025-ի տվյալների համադրումը ցույց է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կյանքի որակի համընդհանուր բարելավում։ Վրաստանն արձանագրել է ամենատպավորիչ աճը, մեկ տարում իր ցուցանիշը բարելավելով շուրջ 23%-ով։ Թուրքիան նույնպես ցուցաբերել է զգալի առաջընթաց, իր միավորներն ավելացնելով 21%-ով։ Հայաստանը ունենալով ամենաբարձր մեկնարկային դիրքերից մեկը նույնպես ամրապնդել է դիրքերը, ապահովելով մոտ 17% աճ։ Միակ բացառությունն Ադրբեջանն է, որի բացակայությունը 2025-ի ցանկից թույլ չի տալիս գնահատել դինամիկան, սակայն 2024-ին նույնպես կյանքի որակի ցուցանիշով զգալիորեն զիջում էր հարևաններին։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։